Օրինակ ասում են ծխողին հարցնում ես ինչու չես թարգում, օրինակ։ Գիտես չէ որ վատ է, բան է, հա, ասում է ինչու չես թարգում, ասում է չեմ կարող։ Ուժ չունեմ, բայց իրականում ստեղ կարանալ չկարանալու հարցն է, ուզում եմ թե չեմ ուզում։ Երբ որ հարցը այդ ձև ես նայում, իրականում մարդը չի ուզում թարգի, որտեվ իրան դա ձեռ է տալի, կայֆ է ստանում, հաճույք է ստանում, էսի միջ դա ուրիշ թեմա է, բայց ինքը չի ուզում թարգի, ոչ թե չի կարող, հասկանում ես։ Ու երբ որ չի ուզում, ինքը ինչու, եթե ես մի բան չեմ ուզում, ինչու ջանք պետքա թափեմ, այդ բանը անեմ կամ չանեմ։ Նույնը այդ համացանցի բանը էլի, մարդ կա այդ օրինակ TikTok-ային, որը YouTube-ը ունի, Facebook-ը ունի, վիդեոներ են, ասես մի րոպեանոց, կես րոպեանոց, ասես գալիս է, ու մարդ նստում է կարող մի ժամ նստի նայի, ասես մեկ իրար հետևից ասես թերթելով, նայի ու տեսնի ժամանակը ինքը սպանեց, իր օրը մերցրեց, բացի այդ օրը մերցրեց, ինքը դադարկվում է, հասկանում ես, սպարապ գլուխը ինֆորմացիա վալացնում ու դա էլ ազդում է հետագայում իր հիշողության վրա։ Հիմա այդ մարդուն ասա մի լսի, դա թմրամոլության պես մի բան է դառնում, խաղերը եւ այլն։ Այստեղ հարցը մարդը ուզում է թե չէ, եթե ինքը ուզում է թարգի, ինքը վստահ եմ կամքն էլ կգտնի տիրոջ օգնությամբ կհրաժարվի։ Դրա համար մեծի պահոց շրջանը, պահոց այդ շրջանը ոչ թե մարդիկ կա դե ես որոշել եմ պահքի ժամանակ օրինակ YouTube չմտամ, Facebook չմտնեմ, օրինակ, հա, կամ համացանցեր չմտնեմ։ Ասում եմ, օքեյ, իսկ հետո պահքը վերջանա, դու նորից մտնելու ես, ինչ օգուտ։ Դու մենակ փաստորեն քրիստոնյա ես դառնում այդ 40 օրվա մեջ, սա պահքը քեզ այն ստիմուլ է տալի, ուժ է տալիս, դրդում է, որ դու կարողանաս հրաժարվես մի բանից։ Որ դու այսօր դու այս 40 օրը դու դիմադրեցիր, կարողացար հաղթահարել, ուրեմն դու պետքա միջև կյանքիդ վերջն էլ տենց լինես։ Դրա համար ինձ համար մարդը, որ ժուժկալ է կյանքի բերումով, ինքը ժուժկալ է խոսքի մեջ, ուտելու մեջ, հագնվածքի, ամեն ինչի մեջ չափ ձևված է, իրան պահքի իմաստը արդեն սկսում է դադարել, հասկանում ես, այն ինչ որ իրան խիստ այնտեղ չարչել, իմաստը կորում է, որովհետև պահքը մենք ժամանակին քրիստոնյաները ամբողջ տարին մեղքերի մեջ են եղել, կերել, խմել են, այդքան լուրջ չեն մոտեցել հոգևորին։ Եկեղեցին այդ պահոց շրջանն է դրել, որ մարդիկ գոնե այս բանը ռեստարտի բան լինի։ Ինքը մի հատ sense update լինի ու նորից սկսի քրիստոնյա ապրել, բայց ոմանք են էլի դիմանում են մեծի պահոցից հետո, զատիկից հետո էլի մի երկու շաբաթ դիմանում են, հետո էլի սկսում է գլորվել մինչև մյուս զատիկը, հա։ Այսինքն դու քրիստոնյա եք դառնում մենակ աղոթող, ժուժկալ, պահեցողը այն միայն այն չի, որ դու քեզ պահում ես ինչ որտեղ կերակուրներից, դու պահում ես քեզ խոսելուց, շարժու ձևից, լսելուց, նայելուց։ Դրա համար եթե դու մենակ 40 օրվա մեջ ես այդպիսինը, դու քրիստոնեայության հետ կապ չունես էլի, ինքդ քեզ ես խաբում։ Դրա համար եթե դու համացանցից ուզում ես ազատվես, դու պետքա ոչ թե այդ բանը, այդ բանի պես ես ասում էլ, դու սպասում ես օրեր ես հաշվում, երբ որ ես վերջանա պահքը, որ էլի սկսես անել այդ բանը, դա ի՞նչ է նշանակում, որ այդ պահքը քեզ իմաստ չունի, ու շատերն էլ ինչու են պահում, դե Աստված չպատժի գործերից ձախորդություն չլինի, ինչ որ տե բաներ չէ, ձև են մտածում։